Բաստուր մաչոներ ջան, մեր հնդկահավի եւ հավի կրծքամսերը պատրաստ են արդեն։ Հիմա մենք կկտրենք միասին, կտեսնենք մեջը ոնց է։ Առաջինը կկտրենք հնդկահավի միսը մեջտեղից։ Ահա։ Տենց մեջը, գերներ ջան։ Նա կտրտենք։ Շատ լավ հասունացել է մեջը, երկրորդը կտրենք, ընկերներ ջան։ Շատ լավ է։ Ահա, հնդկահավը, փափուկ ինքը էլի։ Ոնց որ միշտ ես ասել եմ, մեր ատամներն են։ Փափկությունն էլ է շատ լավ, տեսքն էլ, գույնն էլ, Հնդկահավի միսն էլ, ընկերներ ջան, ինքը սպեցիֆիկ իր գույնը ունի, ինքը սպիտակ միս է, սովորաբար մեր ամենակարմիր միսը տավարի միսն է, հնդկահավինը հələ մենք շատ սիրուն գույն ենք ստացել, շատ սիրուն է ինքը, հիմա կարող կտրենք հավի կրծքամիսը, սենց որ համեմատում ենք, ընկերներ ջան, ինքը նույն երանգներն է, նույն գույնն է, որտև գործ ունենք կրծքամսի հետ։ Շատ սիրուն ստացել ենք, երկուսն էլ էլի շատ սիրուն է, սենց որ բացում ենք, հələ կտրվածքը ինչքան սիրուն է։ Այս հավինն է, այս էլ հնդկահավին է, սենց որ շերտերով նայենք, իր գույնային երանգները շատ սիրուն են։ Շատ լավ անկերներ ջան, ինչը որ մենք սպասում ենք, ստացել ենք, նույնն էլ հավի կրծքամիսը, սենց որ հիմա էլի պոկենք հլը, ինքը շատ սիրուն առանձնանում է։ Այս նույն բանը, ընկերներ ջան, ինչը որ տեսանյութում մենք սկզբից մինչև վերջ ասել ենք, պատրաստել ենք, նույն տեխնոլոգիայով, նույն ձևի կպատրաստեք, ձեր մոտ էլ կստացվի, ամեն ինչ նորմալ կլինի։ Իրա հոտն էլ չամանի, իրա բույրն էլ, ամեն ինչն էլ համնել շատ իդեալական ստացվել է։ Փորձեք, կստացվի ձեր մոտ։